Նախորդ շաբաթվա ընթացքում համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մեր երկրում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից դիտվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, մետապնևմավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-CoV-2 հարուցիչներ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Սուր շնչառական վարակները ամբողջ աշխարհում գտնվում են համաճարակաբանական հսկողության տակ։ Կատարվում է մոնիտորինգ և հայտնաբերվում շրջանառվող շտամը։ Նախորդ տարի շրջանառվել է գրիպի A, B տեսակը և այլ սուր շնչառական վարակներ, այդ թվում նաև COVID-19։ Վարակի սեզոնայնությունը սկսվում է աշնան սկզբից մինչև գարուն։ Շաբաթական մոնիտորինգի ընթացքում ունեցել ենք 8 դեպք, որից 4-ը 0-ից 15 տարեկան երեխաներ են եղել, 0-ից 4 տարեկան 2 դեպք, որոնք հոսպիտալացվել են թոքաբորբով։ Մյուսները բուժում են ամբուլատոր։ Առավելապես տարածվում է հիվանդությունը մանկական հասակի երեխաների մոտ, դպրոցահասակ մանկապարտեզ, ուսուր մանկապարտեզ հասակի ռիսկի խմբում են գտնվում մինչև 0-ից 4 տարեկան երեխաները, 65 տարեկան բարձր մեծահասակները և խրոնիկ հիվանդները։ Մեր նպատակը հիվանդության կանխարգելումն է, որը հենց պետք է սկսվի աշնան սկզբից։ Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին։ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայում արդեն ակտիվորեն ընթանում է պատվաստման գործընթացը։ Բուժաշխատողներ, զորակոչիկներ, 65 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդներ, երեխաներ։ Կանխարգելման նպատակի համար կիրառվում է պատվաստանյութեր, ունենք արդեն ստացել ենք քառավալենտ պատվաստանյութ գրիպի A և B տեսակների վիրուսների նկատմամբ, պատվաստումը արդեն սկսվել է, մարդիկ կանոնավոր հաճախում են, նույնիսկ առանց մեր հորդորի իրանք ներկայանում են պատվաստման, ինչպես նաև կատարվում է պատվաստումները 0-ից 4 տարեկան երեխաների մոտ, խորհուրդ ենք տալիս հղիները պարտադիր պատվաստվեն, խրոնիկ հիվանդները, որովհետև ծանրության աստիճանը լինում է բարձր, կարող են բարդանալ թոքաբորբերով, մենինգիտով և այլ բարդություններով։ Գրիպը սովորական մրսածություն չէ, այն կարող է առաջացնել լուրջ բարդություններ։ Բժիշկները խորհուրդ են տալիս ախտանշանների դեպքում դիմել պոլիկլինիկա համաճարակի բռնկումներից խուսափելու համար։ Կարող է լինել գլխացավ, մկանացավ, կոկորդի ցավ, քթահոսություն, բարձր ջերմություն, սովորական, ինչպես բոլոր շնչական վարակները։ Կարող է ընթանալ երեխաների մոտ արդեն, եթե հեվոց շնչարկելություն, արդեն նրանց նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինեն, ինչպես նաև խրոնիկ հիվանդները, որոնց կարող է նաև հոսպիտալացման հարց բարձրանա, եթե բարդացել են, ասենք, թոքաբորբերով։ Ինքնաբուժությամբ հարկավոր չէ զբաղվել, եթե տնային պայմաններում 1-2 օր միայն խորհուրդ է տրվում առատ հեղուկներ և ջերմիջոցնող պրեպարատներ, եթե տեսնում են ջերմությունը պահպանում է բարձր թվերի վրա, անհապաղ պետք է դիմել բժշկին։ Հիշեցնում են, պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակն ու հիվանդության դեպքում մեկուսանալ։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, թղթապանակ։